Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումներն իրականացվել են բազմաղբյուրում և այդ մասին տեղեկացրել է դերասանուհի Ռոզա Դավթյանն, ով հեռուստասերիալում մարմնավորում է Անգելինայի կերպարը։ Սերիալի նկարահանումները տեղափոխվեցին բազմաղբյուր, որտեղ սերիալի ամենադրամատիկ տեսարաններն են նկարահանվում։ Վերջին տեղեկությունների համաձայն նկարահանվել են Հրդեհի տեսարաններ, բայց հարցն այն է՝ հրդեհվել է Անգելինայի տունը, թե դպրոցը։ Հրդեհի տեսարաններն արդեն սոցիալական ցանցերում են։ Հեռուստադիտողները քննարկում են երկու վարկած։ Եթե հրդեհվել է դպրոցը, դա կարող է նշանակել, որ Անգելինան կորցնում է իր աշխատանքի վայրը, ինչը կարող է նրան ստիպել տեղափոխվել ուրիշ քաղաք։ Բայց եթե հրդեհվել է Անգելինայի տունը, ապա սա արդեն կարող է նշանակել, որ նա անձամբ է վտանգի մեջ, և միգուցե սա լինի միտումնավոր հրկիզում, ինչ-որ մեկի վրեժը կամ սպառնալիքի արդյունք։ Այս ամենի մեջ առավել զարմանալին այն է, որ Սոսի վերադարձը տեղի է ունենում հենց այս շրջանում։ Ինչ կապ ունի նա Հրդեհի հետ։ Արդյոք նրա վերադարձն է ինչ-որ կերպ ազդել այս իրադարձությունների զարգացման վրա։ Բայց հեռուստադիտողներին այս պահին հետաքրքրում է բոլորովին այլ հարց՝ ով է մարմնավորելու Սոսի կերպարը՝ նոր դերասան, թե անսպասելի ընտրություն։ Սոսի վերադարձն արդեն հաստատվել է սերիալի ստեղծագործական թիմի կողմից, բայց այն շարունակում է մնալ ամենաքննարկվող թեման։ Ամենամեծ հարցն այն է, թե ով է մարմնավորելու այս կերպարը։ Սկզբում հեռուստադիտողները ենթադրում էին, որ Սոսին կարող է մարմնավորել Հայկ Աֆրիկյանը, քանի որ Դիանա Գրիգորյանը նրա անունը նշել էր սերիալի սկզբում, և դերասանը մինչ այժմ չէր ընդգրկվել որևէ դերում։ Սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ Սոսի դերակատարումը վստահվել է մի դերասանի, որի անունը հեռուստադիտողները չեն գուշակել։ Սերիալի ինստագրամյան պաշտոնական էջում կատարվել են հարցումներ, որից պարզ է դարձել, որ հեռուստադիտողները չեն գուշակել, թե ով է մարմնավորելու Սոսին։ Սա նշանակում է, որ կամ նոր դերասան է, որը նախկինում չի խաղացել Դիանա Գրիգորյանի նախագծերում, կամ մի դերասան, որի մասին մարդիկ պարզապես չէին մտածել։ Եթե ընտրությունը կանգ է առել նոր դերասանի վրա, ապա սա մեծ ռիսկային քայլ է ստեղծագործական թիմի կողմից։ Սոսի կերպարը շատ կարևոր է սերիալի համար, և այն պետք է մարմնավորի ուժեղ, խարիզմատիկ ու վստահ դերասան։ Եթե Սոսի դերում հանդես է գալու մի դերասան, որին հեռուստադիտողները չէին սպասում, ապա դա կարող է մեծ անակնկալ լինել բոլորի համար։ Միգուցե դերասաններից մեկը, որն արդեն հայտնի է այլ նախագծերից, բայց երբեք չի աշխատել Դիանա Գրիգորյանի հետ։ Սոսի վերադարձը հրդեհի առեղծված է, և Անգելինայի հետագա ճակատագիրը մեծ ինտրիգներ են առաջացնում։ Արդյոք Սոսն է այս ամենի պատճառը, թե նա ինքն էլ կանգնած է մեծ փորձությունների առաջ։ Հեռուստադիտողները սպասում են պաշտոնական հայտարարության, բայց մի բան հստակ է՝ Վերջին զանգը նոր շրջադարձ է ապրում, և ամենամեծ անակնկալները դեռ առջևում են։ Ինչ եք կարծում, նոր դերասան է մարմնավորելու Սոսին, թե մեկը, ում անունն անգամ չենք կռահում, թե իրոք մարմնավորելու է Հայկ Աֆրիկյանն ուղղակի ինտրիգը մեծացնելու համար։ Նշում են, որ հեռուստադիտողները չեն կռահել, թե որ դերասանն է ընդգրկված լինելու և մարմնավորելու Սոսին։ Գրեք ձեր կարծիքները, ինչ եք կարծում, որ դերասանն է լինելու Սոսի կերպարում։ Նկարահանման եմ, ընկերներս առավոտից նկարահանման եմ։ Հիմա գնում ենք բազմաղբյուր, այնտեղ շարունակենք տեսարանները։ Հետևից հուշումներ են անցնում, թե ինչեր է սպասվում։ Ամենահեշտը ում հետ եք նկարահանվում։ Այն դերասանի հետ եմ ամենահեշտը նկարվում, որ տեքստ ասելուց հասկանում է ենթատեքստը։ Ավտոմատ կերպով արդեն միտքդ գալիս է, թե դու ինչ ես խոսալու։ Ինչպես եք նայում այն հարցին, որ մարդը քեզ չի սիրում, բայց շահի համար շփվում է։ Ամեն քայլափոխին կարաս նման մարդու հանդիպես։ Դրա համար տվյալ շահամոլ մարդուն չես տալի այն ամեն ինչ, որ ուզում է, լայն ժպիտով ճանապարհում ես ու շփվում ես ավելի լավ մարդկանց հետ։ Ինչն է ամենաշատը ոգեշնչում դերասանական աշխատանքում։ Ամենաշատը ինձ ոգեշնչում է իմ սիրելի հանդիսատեսը։ Երբ հանդիսատես ունես
լսում ես արձագանքներ, արդեն լավ է, արդեն դու ոգեշնչված ես։ Երեխեք տեսեք, եկել են ինձ ու Հերին տեսնելու, Հերին էլ կողմ ստորագրություն է տալիս։ Ապրեք երեխեք, հələ տեսեք, ինձ ծիչ են բերել, ինչ ուշադիր, բա ծաղիկները։ Շատ լավն է, ապրեք դուք։ Շիշիկից եմ վախենում, դե համար շիշիկ եմ։ Ջոնում ես հենց հիմա ինադուան, ոչ ջոգին թե ինադու բաներ է, հա։ Ազիզ ոնց ես, արա։ Ջոյ, տղա է թաղչիկ։ Տղա։ Լավ, իստի կոմար։ Հա։ Հա։ Հետը տեսվրցնում, որ քեզ բան ասող չլինի։ Առաջի սյոմկաս համարում եմ ստացված եւ փակված եւ անցնում եմ մյուս փորին, ես չգիտեմ այսօր այսքան բան ոնց եմ հասցնելու, բայց կփորձեմ։ Ողջույն, ոնց եք։ Իրականում կա նման բան, որ երբ ցուրտ է, հաստ շորեր ես կրում, կարողանում ես հաստ շորերի ներքո քողարկել մաշկիտ անհարթությունները, բայց երբ արդեն բացվում է գարունը, սիրտդ բացվում է, հոգիդ ջերմանում է, շորերդ բարակում են, այդ ժամանակ արդեն դժվար է լինում թաքցնել բոլոր տեսակի անհարթությունները, ինչ է պետք անել։ Պետք է այցելել դոկտոր Ռոմանիկայի կլինիկա, որտեղ արհեստավարժ մասնագետների օգնությամբ կարող եք իրականացնել տարբեր պրոցեդուրաներ՝ նիհարեցման, մարմնի կորեկցիա, հակացելյուլիտային պրոցեդուրաներ եւ այլն։ Մի խոսքով, եթե ցանկանում եք անկախ եղանակային պայմաններից ձեզ զգալ ինքնավստահ, որովհետեւ դուք զերծ եք բոլոր տեսակի անհարթություններից մաշկային, ուրեմն պետք է ձեզ զգալ ինքնավստահ, որովհետև դուք զերծ եք բոլոր տեսակի անհարթություններից մաշկային, ուրեմն պետք է այցելել դոկտոր Ռոմանիկայի կլինիկա, այնպես որ այցելեք եւ ազատվեք թե մաշկի, թե առհասարակ կյանքի